Հանգստյան օրերին ևս մեկ հետաքրքիր միջադեպ է եղել։ Նիկոլ Փաշինյանը գնացել է Ստեփան Զորյանի պատմվածքի հիման վրա բեմադրված ցանկապատ կոչվող ներկայացմանը ու ներկայացումից հետո խոսել իր իրական Հայաստանի գաղափարախոսության մասին, սխալ համարելով ներկայացման ուղերձը, ըստ որի ցանկապատեր պետք չեն։ Եկեք լսենք նրա խոսքից այդ հատվածը, բայց մինչև դա նշենք, որ դերասան Մկրտիչ Արզումանյանի անվան շուրջ է համացանցում քննադատության ալիք է բարձրացել այն բանի համար, որ նա նախ չի բոյկոտել ու խաղացել է ներկայացումը, ապա Փաշինյանի առջև արդարանալու փորձեր է արել, թե ստեղծագործությունը 1920-ականների մասին է, ոչ թե մեր օրերի։ Ամբողջ պրոբլեմը տեղա, որ մեկ Հայաստան սարքելու համար պետք է ոչ թե ցանկապատները քանդել, այլ ցանկապատ դնել, որովհետև երբ որ չկա ցանկապատ, չկա եւ Հայաստան։ Որովհետև երբ որ չկա ցանկապատ, չկա Հայաստան, որովհետև երբ որ դու ցանկապատը քանդում ես եւ ասում ես, գիտես ինչ, այն կողմը Հայաստան, այն կողմն էլ է Հայաստան, այն կողմն էլ է Հայաստան, այդ ցանկապատը ուշադիր եղեք, ոչ միայն մեզ է պահում, այլ ուրիշների, ոչ միայն մեզ է սահմանափակում, այլ ուրիշներին է սահմանափակում։ Այսօրվա մեր կյանքը, մեր քաղաքականությունը, մեր ռազմավարությունը դուք ներկայացումը չտվեց հարցի պատասխանը, մեր ռազմավարությունը տալիս է հարցի պատասխանը, մեր ռազմավարությունը տալիս է Թևոսի և Մինասի հարցի պատասխանը, որ ասում է կա պետություն, կա օրենք և օրինականություն, պետք չէ ցանկապատը քաշքշել, պետք է ֆիքսել, դրա համար կա պետություն, դրա համար կա կադաստր, դրա համար կա ժառանգության իրավունք եւ այլն եւ այդպես շարունակ, պետք է ֆիքսել դրան առաջ, իսկ Հայաստան ունենալու համար պետք է ցանկապատ եւ ոչ թե քանդել։